Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը, երևի հիմա ժամանակն է, որ մենք ունենք նամակ կալանավայրից, Նարեկը Սամսոնյան հոդված է ուղարկել, եւ քանի որ ինքը չի կարող հանգամանքների բերումով Նիկոլ Փաշինյանի հրահանգով ներկա լինել եւ ինքը իր հաղորդումը վարել, ես Նարեկի փոխարեն կկարդամ իր հոդվածը։ Համաձայն ես Զարա ջան։ Ոչ միայն համաձայն եմ, ողջունում եմ այդ անձնազրկերը։ Նարեկը իր հոդվածը վերնագրել է այսպես. Երկրի թիվ 1 հայհոյախոսի հերթական ինքնախոստովանությունը։ Ահա։ Գրում է, ահա ինչա գրում. Բարի երեկո, մեզ շատ սիրող եւ հատկապես չսիրող մարդիկ։ Երեք կարդացի Հայաստանում բոլոր տեսակի արժեքային եւ բարոյական ստանդարտները գետնից ներքև իջեցրած ռեժիմի պարագլխի Նիկոլ Փաշինյանին է նկատի ունի, բայց դա ինքը անունը չի տալի, էլի։ Որ չասեիր գլխի չէինք ընկնելու։ Կարդա։ Չի, զզում այնքան է զզում, որ անունը չի ուզում տա, էլի։ Անհամոտ երեսպաշտության հերթական ակտը խորհրդանշող գրառումը իբր էթիկայի կանոնագիրք ստեղծելու եւ դրանով սեփական թիմակիցների հայհոյախոսության դեմ պայքարելու մասին։ Սեփական անձի եւ խոսքի հանդեպ երեսպաշտության, անպատասխանատվության, ստի ու կեղծիքի հերթական չափաբաժնի ծավալները հասկանալու համար նաեւ կարդացի այդ կանոնագիրք կոչվածը։ Արդյունքում հասկացա, որ պարագլխի կողմից հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տրվել։ Փաստացի վերջինս հրապարակային խոստովանում է, որ արդեն ոչ միայն իր, այլև իր թիմակից կոչված խմբակի խոսույթում տեղ է գտել հայհոյախոսությունը եւ փաստացի այդ հայհոյախոսությունն արտոնված է եղել, հետեւաբար նաեւ չի պատժվել որևէ օրենսդրությամբ։ Իր հակառակորդների դեպքում հայհոյանքին հայհոյանքով պատասխանելը պատժվել է օրենքի կոպտագույն ոտնահարմամբ, իսկ արդեն 20-րդ օրն է ես անձամբ ակնհայտ ապօրինի կալանքի մեջ եմ գտնվում իր որմհակի ներկայացուցչին չհայհոյելու համար։ Այսինքն այս մարդու երեսպաշտությունն ու սեփական լկտի ստից չկազմելը սահմաններ ու եզրեր չի ճանաչում։ Սա բացահայտ ու ցինիկաբար ոչ հեռավոր ապագայում ուղիղ հարվածի տակ է դնում իր ուղիղ հրամանը կատարած քննիչներին ու դատախազներին, ինչպես նաև պայմանական Մասիս Մելքոնյաններին։ Հենց այս օղակի գրպանն է ապագայում մեղադրյալ Փաշինյանը գցելու բացահայտ անարդար եւ խայտառակ քրեական գործերի պատասխանատվությունը։ Այս նույն երեսպաշտությամբ ասելու է. ես հրապարակային ասել եմ, որ հայհոյախոսել ենք, եւ ես եւ թիմս եւ մեղավոր եմ, որ օրինակ Գոր Դավթյանի ակնհայտ ընտրողաբար մոտեցում ցուցաբերելով քրեական գործ է հարուցել այլ մարդկանց նկատմամբ, բայց իմ հրապարակային ինքնախոստովանությունը հիմք չի ընդունել։ Ու այստեղ ճիշտ է ասելու պարագլուխը, ապագայում նա խիստ արդար է լինելու այսօրվա քննիչ դատախազներին պատասխանատվության կանչելը միայն նրա համար, որ դրանց նմաններն ապագայում Հայաստանում տեղ չունենան, բայց սրա մասին այլ առիթով ավելի ծավալուն կխոսեմ։ Հիմա վերադառնանք նիկոլական էթիկայի կանոնագրքին։ Բնականաբար այդ կանոնագրքում արկա բովանդակությունը պարագլխի պաթոլոգիկ երեսպաշտության հայլային արտացոլանքն է, որևէ լրջություն եւ վստահության նշույլ չենթադրող բառակույտով։ Ուղղակի պարագլուխ Նիկոլը չէր լինի, Նիկոլը փոքրատառով է գրած։ Չէր լինի, եթե անգամ այդ կանոնագիրք կոչվածի եւ իր Facebook-ի գրառման միջև ակնհայտ տարբերություն կամ սուտ ու կեղծիք չլիներ։ Պարզվում է, երկրի թիվ 1 ինքնախոստովանած հայհոյախոսի կողմից Facebook-ում գրված իբր հայհոյախոսությունը բացառելու համար ընդունված կանոնագրքում հայհոյախոսության մասին գեթ մի բառ չկա, իսկ եղած բովանդակությունը հարգալից եւ արժանապատիվ լինելու ատելության խոսքը, ոտնձգությունը, ահաբեկումը մերժելու մասին ուղղակի ծաղր է հասարակության նկատմամբ, ընդդիմադիրներին շինելու, պետք լինի ուրիշ բանս էլ թափ կտամ, դրանց սաղին շինելու եմ, անառակաբարո դուրսպրծուկներ, գնա քեռակնկատ դոմփի, արի ցույց տամ, տես որ թլպատված չեմ, եւ այլ տեսակի հայհոյախոսության դրվագները, հայտնի տխրահռչակն ուղղակի իրավունք չունի խոսելու որևէ արժեքային կամ բարոյական ստանդարտների մասին,
իսկ իր թիմակիցների կողմից բորենիաբար մարդկանց տեսախցիկների տակ ծեծելու, փողոցում քաղաքացու վրա թքելու, սեռական բնույթի հայհոյանքներով խոսույթ օգտագործելու դեպքերը վստահաբար ապագայում քննության առարկա են դառնալու և հարկ եղած դեպքում պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Պարզապես սա պարագլխի կողմից հերթական թոսփչոցին է, միգուցե նաև արևմուտքի աշկերին, որով փորձում է արդարացնել իր հակառակորդների խոսքի ազատության նկատմամբ իրականացվող բիրտ և ապօրինի արշավը, բայց մենք դա թույլ չենք տալու։ Հայ հանրությունն ու ողջ աշխարհը պետք է իմանա, որ այսօր Հայաստանի բանտերում ազատ խոսքի իրացման համար ազատազրկված են ռեժիմի հակառակորդները, իսկ երկրի թիվ 1 հայհոյախոսն իր հայհոյախոսական հայհոյախոսության մեղքը քավում է ֆեյք քահանաների կողմից մատուցվող անհասկանալի արարողակարգերի միջոցով։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, Արմավիր քրեակատարողական հիմնարկ, 02 դեկտեմբերի 2025 թվական։ Չգիտեմ որքան նորմալ կարդացի, դե պարզ է, դե իմի Նարեկի նման չեմ կարող կարդամ կամ նենց չեմ կարող ասեմ։ Ինձ թվում է, որ Նարեկը ստեղ լինես չէր կարդալու, սենց ուղիղ տեքստով ասել, ոնց գրել է, տենց սահուն սենց արագի մեջ էլ հենց արտաբերելու էր, կարդալու կարիք չէր լինելու։